Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Արևմտյան Հայաստան հայկական եկեղեցում միջինքի արարողություն է ելել։ Իրանը կոշտ հայտարարություն ավանդես եկալ։ Իսրայելական ռեժիմի Իրանը մինչև լարվածությունը շարունակում է սրվել է։ Եվրոպական միությունը հայտարարավ էր Իրանաշուրջ քեցող պատերազմը Եվրոպայի պատերազմը չի։ Իրանաշուրջ ընթացող կռևը կարևորացվեց թեզը փախստականների ճգնաժամի։ Լիբանանում խորանում է մարդասիրական ճգնաժամը։ Քաղաքշտեղ հանդիպումն պատմությունն է լեգենդա անի ավերակների 7 գաղտնիքները հայկական կոնչոլ աղցան։ Արևմտյան Հայաստանակայսերի քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում Կոստանդնուպոլսա պատրիարք arczepiskopos Սահակ Մաշալյանի գլխավորությամբ տեղի ունեցավ միջինքի մեծ պահքը կիսող օրի արարողությունը։ Միջոցառմանը մասնակցած մեծամասամբ Կոստանդնուպոլսա եկած հայր պատարագի վաղտը ներկաները մոմեր են վառալու աղոթալն։ Պատարագից հետո Մաշալյանը լրագրողներին հայտնալավ էր հաջորդ օրը իրենք մասնակցելուն Իսկենդերունի եկեղեցու պատարագին ընդգծալ վերստարի արարողությունը իրականացվալա խաղաղ ողաշենք ձևով հարգելով կայսերիում իրանց նախնիների անցյալն ներդրումը։ Մաշալյանը նշելով էր եկեղեցին ունի որոշ խնդիրներ, խոնավություն ու քայքայում անձրևներին դերդան, սակայն վստահ էր առաջիկա օրերին միջոցներին ձեռնարկվելու տրանք լուծելի հետի Իրանադեմ ամերիկայո-իսրայելական ռեժիմի հարձակումների մասին Մաշալյանը ընդգծալավ էր պատմությունը բազմիցս նշանցած տվալ ինչքան անմեղ մարդիկ են տուժալ կռևներին դերդան ու կոչարալ խաղաղություն ու պաշտպանություն նման հակամարտություններից։ Աշխարհականատեսայնում թահունց է Իրանը ավերիչ հարվածն է հսցնում Ամերիկային ու Իսրայելի ռեժիմին տրամասին հայտարարալա Իրանը զինված ուժերի մամուլի խոսնակ Սարդար Շեկարչին հայտնում է Թեսնիմը։ Մունքը զգուշացնում ենք վեր, եթե հանցավոր Ամերիկան հարձակվե ու ոտնձգություն կատարե Խարկ կղզուն օբյեկտների ու նավթային տերմինալի Իրան մունք մոխրակույտ վերածելու ագրեսոր երկրի բոլոր նավթագազային օբյեկտները նշալ ինքը։ Իսրայելական ռեժիմի ավիահարվածները թիրախավորալն Լիբանանը մայրաքաղաք Բեյրութը 3 թաղամաս միաժամանակ իսրայելական ռեժիմի բանակը հայտարարավ էր թեզա հարձակումներ իրականացրել Իրանը մայրաքաղաք Թեհրանի ուղղությամբ։ Տարածաշրջանում շարունակվում է նաև հրթիռային ու անօդաչու թռչող սարքերի հարձակումները։ Քաթարը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները ու Քուվեյթը հայտնում են կրեցան խոցի մի քանի թիրախներ օդում։ Միևնույն ժամանակ Արաբական Միացյալ Էմիրությունում Դուբայի միջազգային օդանավակայանի կողքին անօդաչու սարքի հարվածից բռնկված կրակին դերդան ժամանակավորապես դադարեցվան թռիչքները, իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը նշալավ էր միությունը պատրաստվում չի ընդլայնի Իրան ռազմածովային առաքելությունը բիդա հորմուզանեղուց ու ներգրավե ռազմական գործողություններին։ Իրանուսելավը ԵՄ-ն այս հակամարտության կողմ չի ու կենտրոնացած տարածաշրջանում էներգետիկ ու առևտրային հիմնական ուղիների վերականգնման գիրան։ Եվրոպական երկրները նաև ընդգծում են վերնախնդրում են դիվանագիտական լուծումները ու ուզում չներգրավվին հակամարտության ընդլայնման մեջին, իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ լարված։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տվյալներով ամերիկայո-իսրայելական ռեժիմի հարվածների մեկնարկից ի վեր Իրանում արդեն տեղահանվելա շուրջ 3.2 միլիոն մարդ։ Թեև սահմանները հատող քաղաքացուց թիվը հալամ համեմատաբար կուչ իր Իրանը հարևան երկրները Հայաստան, Թուրքիա, Ադրբեջան, Իրաք, Պակիստան, Աֆղանստան ու Թուրքմենստան արդեն պատրաստվում են հնարավոր զանգվածային հոսքի։ Ռմբակոծություններին դերդան վնասվան ավելի քան 10,000 քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում շկոլներ, բժշկական հաստատություններ, իսկ զոհերին թիվը գերազանցալ 1400-ը։ Փորձագետները զգուշացնում են վեր, եթե խոցվին Թեհրանակենսական ենթակառուցվածքները, էլեկտրականությունն ջրամատակարարումը կարելի սկսել բնակչության զանգվածային արտահոսք բիդա հարևան երկրներ։ Տարածաշրջանում իրավիճակը շատ է լարված։ Լիբանանը հայտնալավ էր երկրի դեմ իսրայելական ռեժիմի շարունակվող կռվին դերդան 1 միլիոնի ծիվիլ մարդ ստիպվածել թողոյուրած տները։ Մտցվավ մարդիկ ստիպվածել գրանցվին որպես տեղահանված անձինք, իսկ տասնյակ հազարավորներ ապաստան ընճարալ արտակարգ ապաստարաններում հաղորդում է Լիբանանա պաշտոնական ազգային լրատվական գործակալությունը։ Ինքնագրանցված տեղահանված անձանց ընդհանուր թիվը հսալ 1,049,328, իսկ ապաստարաններում գտնվող տեղահանված անձանց ընդհանուր թիվը հսալ 132,742-ի, ասվում է հայտարարության մեջին, մահացածների թիվը հսալ 886-ի։ Կարսին կողքին գտնվող անի ավերակները գրավում են ուշադրությունը համ իրանց պատմական կառույցներով, համ էլ առեղծվածներով։ Ժամանակին հայտնի որպես 1000 մի եկեղեցիների քաղաք Անիում համակեցության մեջ են ելալ տարբեր քաղաքակրթություններ ու կրոններ, Անիի 7 գաղտնիքները, լքման առեղծվածը, քաղաքը լքվալը հալամ անպատասխան պատճառներով, պատմաբանները առաջադրում են երկրաշարժներ, մոնղոլական ներխուժումներ, առևտրային ուղիների փոփոխությունը։ 1001 եկեղեցիների առասպելը փաստորեն քաղաքում մխել է եկեղեցիներն ելալ, սակայն 1001 թվի իրականությունը խորհրդանշական է։ Գաղտնի
գետնյա թունելն է։ Օգտագործման պատերազմական ժամանակներում, բայց ամբողջ ծավալը հալամ անհայտ է։ Երկրաշարժների ազդեցությունը 1319 թվականին երկրաշարժը ավիրալաշատ կառույցն ու վնասալա քաղաքին։ Կրոնների համակեցությունը Անի Միլարեն քրիստոնեական եկեղեցին ու իսլամական կառույցն է, ինչը քաղաքը սարքալա միջնադարի ամենակոսմոպոլիտ քաղաքներամինը։ Մետաքսի ճանապարհի կարևորությունը ռազմավարական դիրքը առևտրային կենտրոնա դարձրալ քաղաքը մինչդեռ ուղիների փոփոխությունները թույլատրալ տնտեսությունը։ Անվան ծագումը կապված է հայ ուրարտական ու պարսկական ավանդույթների հետ, Անի աստվածուհուց կամ Անի կամ խամրոցից։ Սոր Անիի նավերակները իրենց ընդարձակ պարիսպներով, եկեղեցիներով ու մզկիթներով նման են բացօթյա թանգարանի, հիշեցնելով անցյալի փառքն, բազմազամշակութային ժառանգությունը։ Կոնչոլա ավանդական հայկական հիմնականում Շիրակի տարածաշրջանի տակ ապուր ուտեստավեշ թե աղցան վերը պատրաստվում է քյոհնյահացից, սոխառածից, ջուից ու սխտորա։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ եսքանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկայցիկ։